Հայաստանի այգիներից լեհական շուկա։ Ծիրանի առաջին խմբականակն արդեն Կատովիցեում է։ Ռուսաստանի կողմից կիրառվող սահմանափակումների պայմաններում Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանը ընդլայնում է արտահանման աշխարհագրությունը։ Հայկական ծիրանի առաջին 20 տոննան արդեն հասանելի է լեհական շուկայում։ Օրերս սպասվում է եւս 60 տոննա ծիրանի ներմուծում, իսկ մինչև 2027 թվականը Լեհաստանը նախատեսում է Հայաստանից ներմուծել մոտ 1000 տոննա ծիրան։ Հատկանշական է, որ ներմուծողներն այս ծրագրի նախապատրաստական աշխատանքները սկսել էին դեռևս Հայաստանի նկատմամբ կիրառվող ռուսական սահմանափակումներից առաջ։ Հայաստանի ծիրան ներկրելու գաղափարը սկսավ 2025 թվականից։ 2025 թվականին մենք գնացինք Հայաստան լե կոլեգաներով, կազմակերպեցինք բիզնես ֆորում, որտեղ գիտակցում ենք, որ հետագայում կարող է խնդիրներ առաջանան հայ-ռուսական հարաբերությունների մեջ, քանի որ Հայաստանը արդեն մոտ 6 տարի ընտրել է Եվրոպայի ուղի ու շարժվում է դեպի Եվրոպա, ու մենք կանխատեսել ենք, որ սենց խնդիրներ կարան լինեն։ 25 թվին կազմակերպեց բիզնես ֆորում, եւ որ խնդիրները դեռ հենց այդքան չէին երևում, ու սկսան արդեն աշխատանքներ։ 2026 թվականին հունիսի 9-ին տեղի ունեցավ մյուս բիզնես ֆորում, որ ընթացքում մենք որոշեցինք, որ առաջի խմբականակ ծիրանը կներմուծենք Լեհաստան, ու այս պահին այսօր առաջի խմբականակը հասավ Լեհաստան, ու նաև ունենք արդեն պատվերներ շատ մեծ քանակի, հարյուրավոր տոննաներով ծիրանի, որը որ կանխատեսվում է մյուս տարի, որ պիտի ներմուծվի Լեհաստանի սուպերմարկետները։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կատարած իր վերջի այցի ընթացքում հայտարարեց ինքնավար առևտրային միջոցառումներ նախաձեռնության մեկնարկի մասին, որով նախատեսվում է վերացնել մաքսատուրքերը հայկական արտահանման գրեթե 80%-ի համար դեպի Եվրոպական միության միասնական շուկա։ Մենք ունենք արտարոց դեպք, քանի որ մենք չենք մաքսազերծվել, մեր ծիրանը, որը եկել է Լեհաստան, մենք չենք վճարել ոչ մի մաքսային հարկ, ու ես կասեի, որ այսօր երեկը ապրանքը հասը ժամը 8-ին երեկոյան, շաբաթօրով լեերը սովորաբար չեն աշխատում, բայց քանի որ մեր հայ-լեհական հարաբերությունները այն աստիճանի է, որ երբևէ չեն եղել, դրա շնորհիվ ստացավ, որ թե տամոժնյան, թե վետերինարը, թե սանեպիդը այսօր հատուկ մեր ծիրանի համար եկավ գործի, որ հնարավորինս դարձնի այսօրը, որ մենք կարողանանք ապրանքը համտեսենք ու վաճառենք։ Չնայած ստեղծված բոլոր նպաստավոր պայմաններին, Եվրամիության անդամ երկրի տեղական շուկա մուտք գործելը շարունակում է մնալ բարդ գործընթաց։ Նոր ապրանք մտցնելը շուկան շատ բարդ է, մեր ապրանքների շատ ապրանքատեսակներ ուղղակի մրցակցային չեն համեմատած Եվրոպայի ապրանքներին, ստեղի մեր հիմնական շահը ու օգուտը, որը մենք կարանք ունենանք ներկայացնենք ցանցերին, դա համն է, որը որ համը փորձելուց օրինակը վերցնելով ծիրանի, լեգնորդը հասկանում է, թե ինչ է առնում, ու ինքը պատրաստ է ավել վճարի որակի համար, բայց այդ գինը պիտի շատ մոտ լինի եվրոպական կոնկուրենտների, չի կարող կրկնակի կամ երակի թանկ լինի։ Մարդիկ իմացել են ուղղակի Եվրոպա բառը ու ավտոմատ գները բարձրացրել ապրանքի, հենց հնար է, որ շուկան անհավասաչափ է։ Պիտի հաշվի առնենք մի բան, որ մենք ձեռք ենք բերում դիվերսիֆիկացիա, որը որ մեզ կթողի տարիների ընթացքում, որ մենք որոշենք, թե ումն ենք ապրանքը վաճառում, այ ոչ թե իրանք որոշեն, թե մեր ապրանքը կընդունեն, թե ոչ։